Ողջույն, իմ հյուրն այսօր Երևանի Պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի երեխաների իրավունքների ծրագրի ղեկավար, երեխաների իրավունքների միջազգային փորձագետ Մարիամ Մուրադյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ մոտ հյուրընկալվելու համար։ Այսօր շատ կարևոր թեմայի մասին ենք խոսելու՝ երեխաների իրավունքների էթիկա։ Միանգամից ուզում եմ սկսենք հենց այդ հարցով, հաստատ դիտողների մոտ եւս հարց կառաջանա, որն է էթիկայի համատեքստում երեխաների իրավունքների եւ մեծահասակների իրավունքների տարբերությունը։ Շնորհակալություն այդ հարցից հենց սկսելու համար։ Նախ մեր մասնագիտությունը շատ բարդ է, երբ որ մենք խոսում ենք երեխաների իրավունքներից, մարդկանց մոտ այն տպավորությունն է, որ մենք հոգեբանության տեսանկյունից ենք խոսում, մանկավարության տեսանկյունից ենք խոսում, բայց այսօր իմ խոսքում հիմնականում ես ուղղում եմ կատարելու միջազգային օրենսդրությանը, որը թեպետ եւս ստեղծվել է ժամանակին տարբեր մարդկանց, տարբեր մասնագիտությունների աշխատանքի արդյունքում, բայց էթիկայի տարբերությունը առհասարակ ինչու է առանձնացված կոնվենցիա երեխաների իրավունքների մասին, հիմնականում պայմանավորված է երեխաների տարիքով, զարգացող հմտություններով եւ հատուկ պաշտպանությամբ։ Մենք ունենք տարբեր նման կոնվենցիաներ, հաշմանդամություն ունեցող անձանց մասին կոնվենցիան եւս հատուկ պաշտպանության մասին կոնվենցիա է, կանանց իրավունքների, կանանց նկատմամբ բռնության բոլոր տեսակների զերծ մնալու կոնվենցիան եւս բռնության տեսանկյունից հատուկ կոնվենցիա է։ Երեխաների պարագայում դա հենց հատուկ պաշտպանությամբ է պայմանավորված եւ երբ որ խոսում ենք երեխաների ու էթիկայի մասին, մենք պետք է հստակ հասկանանք, որ մենք խոսում ենք էթիկական այն սկզբունքների մասին, որոնց պետք է հետևեն բոլոր մասնագետները, ովքեր առնչվում են երեխաներին։ Հիմնականում շատ տարածված է ակադեմիական հատվածում, ակադեմիական էթիկան երեխաների ներգրավվածության պարագայում, տարածված է բժշկական էթիկան երեխաների հետ առնչվելու, պաշտպանության համակարգի աշխատակիցների, ոստիկանության, դատավորների եւ այլնի, սոցիալական պաշտպանության ու ցանկացած այլ մասնագիտություն, որը որ ուղղակիորեն առնչվում է մինչև 18 տարեկան, ծնված օրվանից մինչև 18 տարեկան երեխաների ու մարդկանց հետ, մենք այդ առաջ է գալիս երեխաների հետ աշխատանքի էթիկան։ Ծնողների պարագա մի փոքր այլն է։ Ծնողների պարագայում արդեն թեպետ նույն սկզբունքն է, մեծահասակները շփվում են երեխաների հետ, բայց մենք գործ ենք ունենում արդեն երեխաների պաշտպանության համատեքստի հետ։ Իսկ մատնանշեցիք միջազգային կոնվենցիաները, ու հատկապես ՄԱԿ-ի երեխաների պաշտպանության, երեխաների իրավունքների կոնվենցիան, էթիկայի տեսանկյունից, որքանով է կարողանում կոնվենցիան ապահովել, որպեսզի ամբողջ աշխարհում երեխաների իրավունքները պաշտպանված լինեն։ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան միակ փաստաթուղթը չէ, դա ելքային փաստաթուղթ է, որը որ համընդհանուր հռչակագրի, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առանձնացված զրույցներն են երեխաների իրավունքների համար։ Պաշտպանության բազմաշերտ մեխանիզմներ են ստեղծվել։ Մենք գիտենք, որ կոնվենցիան արդեն 35 տարեկան է շուտով դառնալու, բայց մենք ունենք նաև կամընտիր արձանագրություններ, որոնք որ կարգավորում են այլ դաշտեր, երեխաների նկատմամբ բռնության հետ կապված, պոռնոգրաֆիկ նյութերի, թրաֆիքինգի եւ այլնի, ու նաև ունենք մեխանիզմներ ու ինստրումենտներ, որոնք որ գործիքներ, որոնք ՄԱԿ-ի կողմից կիրառում են, դրանք հատուկ մեկնաբանություններն են։ Ու ունենք կենթանի գործող գործիք, դա երեխաների իրավունքների մասին կոմիտեն է։ Յուրաքանչյուր հիմնական փաստաթղթին կից գործող կոմիտե կա, ով որ տրամադրում է մեկնաբանություններ զարգացող խնդիրներին, զարգացող մարտահրավերներին զուգահեռ։ Նույն արհեստական բանականության հետ կապված բազմաթիվ մեկնաբանություններ է տրամադրում, որը որ բնականաբար արդի չի եղել 35 տարի առաջ։ Հասկանալի է։ Տեսեք, միջազգային կոնվենցիաներին եք անընդհատ հողում տալիս, եթե ազգային կամ լոկալ իրավական չափորոշիչները անհամապատասխանության մեջ են գտնվում միջազգային չափորոշիչների հետ, այդ պարագայում ինչպես եք վարվում։ Դա զուտ իրավական շատ հայտնի ֆենոմեն է, երբ որ Հայաստանը կամ ցանկացած այլ պետություն հանդիսանում է միջազգային օրենսդրության մի մաս կամ ստորագրող, այդ օրենսդրությունը բնականաբար դառնում է վերպետական ասելով մենք նկատի ունենք, որ կոնվենցիաները ադապտացվում են օրենսդրությանը։ Ու բնականաբար արդեն պաշտպանության մեխանիզմները պետք է համապատասխանաբար ստեղծվեն։
այլ հարցը ինչքանով են դրանք համապատասխանում եւ դրա համար պարբերաբար տեղի են ունենում զեկույցներ, ՄԱԿ-ին է զեկուցվում, մենք ունենք նաեւ համընդհանուր դիտարկման հաշվետվությունը, որը UPR անունով է հայտնի, որտեղ պետությունները հիմնական կոնվենցիաների մասին եւս մեծ հարցաշար են լրացնում մոտավորապես 4.5 տարին պատասխան ՄԱԿ-ի դիմումի, այնտեղ precession-ներ կան, նախադիմումային հատվածներ կան, պետությունը ինքը հաշվետու է իր ստորագրած փաստաթղթի համար, փաստացի։ Իսկ վերահսկողության մեխանիզմները գոյություն ունեն, բայց բնականաբար օրվա վերջում դա պետության պարտավորությունն է մնում։ Հասկանալի է, իրավական համատեքստում այդ ամենը ադապտացնելը կամ փաստաթուղթը վավերացնելը, նու ճակերտներում ասեմ, բայց բավականին հեշտ է։ Իսկ ինչ կերպ է վարվում այդ պարագայում պետությունը կամ նույն երեխաների իրավունքների մասնագետները, երբ որ որոշակի մշակութային կամ հասարակական նորմեր խոչընդոտում են երեխաների իրավունքների կայացմանը։ Հարցը շատ բազմաշերտ էր, փորձեմ մի քանի տեսանկյունից պատասխանել, երբ որ եթե ընդհանուր խոսենք վավերացման հետ կապված, պետությունները ունենում են թույլտվության հնարավորություն ինչ որ բաներ բաց թողելու, որը որ Հայաստանի պարագայում ճիշտ չէ երեխաների իրավունքների կոնվենցիայի մասով, այսինքն ամբողջությամբ վավերացվել է եւ կամտիր արձանագրությունները եւս վավերացվել է պետության կողմից, ինչը նշանակում է, որ կան այնտեղ դրույթներ, որոնք որ ամբողջ կոնվենցիան ինքը իրավունքների թելադրանքն է, սկսվում են սկզբունքներից եւ վերջում բնականաբար տրվում են պետության պարտավորությունների մասին հատուկ դրույթներ, որտեղ նշվում է, որ պետությունը ունի հետեւյալ պարտավորությունները չկատարել դեպքում այսպիսի հանգամանքներ եւ այլն։ Իրականում կոնվենցիաները դրանք զուտ զսպող մեխանիզմներ են եւ ավելի շատ բարոյականության, մենք այսօր դրա մասին շատ ենք խոսելու, բարոյականության նորմերում են գործում։ Եթե մենք նայենք պատերազմող պետությունների համատեքստում, կարող ենք ստանալ այն մեղադրանքը, որ հաճախ ես ստանում եմ, որ ինչու է պետություններ, ովքեր որ վավերականացրել են Ժնևի կոնվենցիաները եւ այլն, պատերազմում միմյանց դեմ։ Դա համընդհանուր հայտնի շատ ամոթի գործիքի պես մի բան է, երբ որ հանրային ամոթով պետությունները կամ եթե ավելի դրական մոտենանք հարցին, հանրային պայմանավորվածություններ են միասին գործելու նույն սկզբունքներով աշխարհի բոլոր երկրներում անկախ իրենց կոնտեքստից, պատմական անցյալից, սոցիալ-մշակութային երևույթներից, այդպես նաև պետք է բացառվեն ցանկացած ազգային վատ ավանդույթները, նույն վաղ ամուսնությունները կամ աֆրիկյան պետություններում կանանց եւ աղջիկների եւ տղաների վաղ տարիքում սեռական հասունության հետ կամ պայմանավորված որոշ ծեսեր պետք է զսպվեն եւ այլն եւ այլն։ Հայաստանում բարեբախտաբար մենք ունենք այդպիսի սովորութային վատ նորմեր եւ բնականաբար շատ երևույթներ նաեւ սղվել են ժամանակի հետ 35 տարվա ընթացքում կարող ենք ասել, որ այդ ավանդույթային բաները վերացել են։ Սակայն մենք ունենք շատ այլ մեծ խնդիրներ։ Եվս մեկ բան հարցի հետ կապված կուզեի նշել, որ երբ որ մենք խոսում ենք կոնվենցիայից ու առհասարակ մարդու իրավունքներից, մենք պաշտպանության մեխանիզմ չենք դիտարկում միայն պետությանը։ Պաշտպանության համակարգը հիմնականում սովետական միության ժամանակ էր, երբ որ մենք դիտարկում էինք հորիզոնական տեսանկյունից։ Պետություն, մարդ հարաբերությունները, պետությունը պետք է ապահովի։ Մեր ժամանակահատվածում պաշտպանության մեխանիզմը այլ է։ Պետությունը անձամբ պետք է պաշտպանի անձի մարդու իրավունքները, պետությունը պետք է ստեղծի միջավայր, որտեղ առհասարակ այդ իրավունքները չխախտվեն, եւ պետությունը պետք է ստեղծի միջավայր, որ երրորդ անձը չխախտի մեկ այլ անձի իրավունքը։ Այսինքն դասական տեսանկյունից մարդու իրավունքները, պետություն եւ մարդ հարաբերությունները չէ միայն։ Բայց ամեն դեպքում ինչքան էլ մենք ձեր նշած սովորութային դրսևորումները, որ կան այլ մշակույթներում, մենք էլ ունենք մի շարք հասարակական մշակութային դրսևորումներ, որոնք շատ հաճախ նույն երեխա ծնող փոխհարաբերություններում կամ երեխաների իրավունք հասվածը շատ հաճախ հատկապես որոշակի տարիք ունեցող մարդկանց մոտ ընկալումը մի տեսակ այդքան էլ հասկանալի չի, որովհետև իրենք շատ հաճախ համարում են, որ այն ամենը ինչ ծնողն անում է երեխայի համար, ուրեմն դա իշահ ի պաշտպանություն երեխային է եւ պետությունը կամ երրորդ անձ միջամտելու իրավունք որպես այդպեսին չունի այս համատեքստում։
Դա եւս շատ ընդհանուր, շատ գլոբալ ասված մի երևույթ է։ Եթե այդպես նայենք, ապա ծնողները պետք է լինեն բժիշկների փոխարեն, ապա ծնողները պետք է լինեն ուսուցիչների փոխարեն, ապա ծնողները պետք է լինեն ոստիկանության փոխարեն եւ այլն եւ այլն։ Հստակ պետք է գիտակցել, որ երբ երեխան ծնվում է, երեխան չի ծնվում միայն ընտանիքում, այլ ծնվում է սոցիումում։ Ու ժամանակակից հասարակության մեջ պատասխանատու են երեխայի եւ իր իրավունքների իրացման համար ոչ միայն ծնողը։ Ես այս պահին չեմ ուզում անդրադառնալ ծնողավարման, ծնող դառնալու լրջության, պատրաստվածության եւ այլնի հետ կապված։ Մենք այդ թեման քննարկել ենք նախորդ հաղորդման ժամանակ։ Դա շատ բարդ երևույթ է ու ծնողների պարագայում մենք չենք կարող ասել, որ ծնողը կարող է փոխարինել ցանկացած այլ մասնագետի։ Այդտեղ գալիս է մասնագետների աջակցությունը ծնողներին, եթե ապրիորի ենթադրենք, որ ծնողը ունի բարի կամք իր երեխայի ցանկացած իրավունքը լիիրավ իրացնելու հարցում, այս պարագայում մենք չենք կարող անտեսել մասնագետներին ու իրենց խորհուրդը։ Եթե անդրադառնանք հարցի էթիկական տեսանկյունին, ինչի մասին մենք այսօր խոսում ենք, պետք է հասկանալ, որ ամենաշատը ճնշվող իրավունքը, որը մենք ունենք այս պահին, ու մենք կենտրոնում եւս աշխատում ենք այդ իրավունքի ուղղությամբ, դա երեխաների մասնակցության իրավունքի հարցն է։ Շատ հաճախ մենք լսում ենք տարբեր մեկնաբանություններ, երեխայի տարիքը չի համապատասխանում կամ պետք է տարիքը հաշվի առնել եւ այլն, կամ նույն քրեական կամ քաղաքացիական գործերը վարելուց տարիքի հետ կապված տարբեր նշումներ իրականացնում են։ Ես եթե միջազգային կոնվենցիայի տեսանկյունից խոսեմ, միակ տարիքային շեմը, որ մենք ունենք մատնանշած կոնվենցիայում, դա երեխա է հանդիսանում մինչև 18 տարեկան երեխա։ Մնացած բոլոր դեպքերում մենք պետք է նայենք բնականաբար դեպք առ դեպք։ Դա կվերաբերի երեխայի մասնակցության երկրթության հարցի հետ կապված, դա կվերաբերվի առողջապահության հետ կապված հարցերին։ Առողջապահության հետ կապված շատ ավելի բարդ հատված է, դա կվերաբերի քաղաքական տեսանկյունների, քաղաքական մասնակցություններին, ինչ շատ են այս վերջին իրադարձությունների հետ կապված մոտենում ու հարցնում, իսկ ինչպես երեխաներին կարող են արդյոք ներառել քաղաքական գործունեության մեջ, ու եթե էլի հաշվի առնենք, որ մինչև 18-ն է, այսինքն մենք ունենք 16-17 տարեկան նաև երեխաներ, պետք է հասկանանք իսկ ինչ անել, որպեսզի 18 տարեկանում երեխան արդեն ունենա քաղաքական որոշակի հայացքներ։ Իսկ ինչ եթե մենք ուզում ենք ունենալ քաղաքական պլուրալիզմ, ունենանք բազմակուսակցական համակարգ, պետք է թույլ տանք երեխաների ներգրավվածությունը քաղաքականության մեջ, թե չէ։ Այլ հարց է, որ մենք գործ ունենք թոքենիզմի հետ, գործ ունենք երեխաների շահագործման հետ, գործ ունենք երեխաների ֆիկտիվ ներգրավման հետ, մասաների ներգրավման տեսանկյունից եւ այլն եւ այլն։ Հարցերը շատ են ու ձեր հարցերն էլ բավականին բազմազբաղ ու բազմապրոֆիլ են։ Բայց ամեն դեպքում գերնպատակներից մեկն այն է, որ մենք գոնե հարցերը ինչ որ չափով բարձրաձայնենք, որպեսզի մեր դիտողների մոտ նաև իրենք սկսեն մտածել զուգահեռ, որովհետև կարծում եմ իսկապես շատ կարևոր ոլորտ է, ու քանի որ դուք քաղաքական ակտիվության մեջ երեխաների ներգրավվածության մասին խոսեցիք, այ էթիկայի համատեքստում կուզեմ մի փոքր ավելի մանրամասն անդրադառնանք հարցին։ Երբ որ մենք խոսում ենք երեխայի մասնակցության իրավունքի մասին, որովհետև հիմնական առնչվող իրավունքը դա է, կոնվենցիան ասում է երեխաները իրավունք ունեն մասնակցելու բոլոր այն հարցերին, որ իրենց առնչվում են, իրենց զարգացող հմտությունների եւ կարողություններին համապատասխան։ Առաջին եւ երկրորդ մասերը շատ լայն, երկու մասներ շատ լայն են։ Ինչ է նշանակում բոլոր այն հարցերին, որոնք որ առնչվում են իրեն։ Արդյոք երեխայի պատվաստումը առնչվում է իրեն թե ոչ։ Արդյոք այդ դրույթը շատ հաճախ կիրառվում է ամուսնալուծությունների պարագայում։ Գրեթե բոլոր հետխորհրդային տարածքներում այդ դրույթին հղում է կատարվում միայն ամուսնալուծության ժամանակ, ու շատ երկրներում նույնիսկ նշված է տարիք, որ տարիքից են երեխային հարցնում ընտրելու հոր թե մոր մոտ մնալու հանգամանքը։ Բայց դա միայն այդ խնդրով չի բնականաբար սահմանափակվում, եւ զարգացող հմտություններն էլ դա այն մանիպուլյացիոն հատվածն է, որոնք որ կիրառում են մեծերը։ Երեխան դեռ չի հասկանում, երեխան դեռ հասուն չէ, երեխային պետք չէ հարցնել եւ այլն։ Այդ տեսանկյունից շատ հայտնի արդեն տարածված է, որ Լունդի սկզբունքը, Լունդի մոդելը, որի համաձայն երեխայի մասնակցությունը արդյունավետ է համարվում, եթե մենք ապահովում ենք 4 հիմնական ֆակտոր։
դա լսարանն է, ազդեցությունն է երեխայի խոսքի, դա տարածքն է, որտեղ երեխան ներգրավում է եւ երեխայի ձայնը։ Այսինքն միայն ձայնը բարձրացնելով որևիցե բանի մենք չենք հասնում, պետք է լինի լսարան, այդ լսարանի ձայն բարձրացնելուց հետո պետք է լինի ազդեցություն, երեխայի ազդեցություն իր կյանքի փոփոխության հետ կապված։ Ու շատ հաճախ մեծահասակները դա կիրառում են որպես մի ճոխություն, որը կարող են իրենց կամ թույլ տալ կամ թույլ չտալ երեխաների ներգրավելու հարցում։ Քաղաքական տեսանկյունից եւս բնականաբար էթիկական նորմերը միջազգային տեսանկյունից նշվում են, բայց մենք ցավոք սրտի չունենք երեխաների եւ քաղաքականության ներգրավման հատուկ ընթացակարգեր։ Նույնը դա, երբ որ յուղեր են այցելում քաղաքական գործիչները, ինչպես ներկայացնել երեխաներին, ինչպես ներգրավել իրենց, նույն այդ հացի կողովով մոտենալու սկզբունքները եւ այլն։ Դրանք հստակ չեն բնականաբար, բայց հստակ են սկզբունքները երեխաների հետ առնչվելու, աշխատելու, չպետք է որևիցե ձևով ոտնահարվի երեխայի արժանապատվությունը, չպետք է որևիցե ձևով երեխան հայտնվի խոցելի իրավիճակում, չպետք է որևիցե ձևով երեխային պարտադրվի որևէ բան բեմադրելու կամ անելու, դա օրինակ ամենահաճախ շեշտադրվող սկզբունքն է հենց լրագրողների հետ աշխատանքում, եւ բնականաբար երեխայի նկատմամբ բռնության ու լավագույն շահի տեսանկյունից մոտեցումները պետք է կիրառվի։ Քանի որ ներգրավվածության մասին խոսեցինք, ինձ համար գոնե շատ կարևոր է երեխաների ներգրավվածությունը կրթության հետ կապված քաղաքականությունների մշակման հարցը։ Այս տեսանկյունից ինչ կասեք։ Ցավոք սրտի այդ հարցը անցել է փակուղի, երբ որ մենք արդեն հիմնադրեցինք աշակերտական խորհուրդները։ Դրա մասին շատ ավելի վառ ու ցայտուն խոսեն կրթության մասնագետները, բայց մենք ապահովելով երեխաների ներգրավվածությունը կրթության մեջ, ստեղծելով մի այդպիսի մեխանիզմ աշակերտական խորհուրդ, տարանք այդ հարցը փակուղի։ Ինչով են զբաղվում աշակերտական խորհուրդները, եթե այդպես նայենք։ Իրենք զբաղվում են դպրոցի խնդիրները վերհանելով, ոչ երեխաների, շատ հաճախ։ Ցավոք սրտի մենք 2 տարի արդեն անընդմեջ ես դասավանդում եմ նաև աշակերտական խորհրդի երեխաներին, այն միտումով, որպեսզի իրենք ավելի լայն մտածեն, երեխաների իրավունքների տեսանկյունից մտածեն, բայց մեր ամբողջ այդ ռազմավարությունը տանում է նրան, որ երեխան իր գաղափարը ներկայացնում է դպրոցի գրադարանը վերանորոգելու սկզբունքով, դպրոցում շինարարությունից սկսվում։ Դա բնականաբար ամենաերևացող մասն է։ Այո, այդտեղ որևիցե խնդիր երեխաները չունեն, այսինքն դա երեխաների պատճառով չի, որ այդպես է։ Մեր մեծերի պատճառով է, մեր մեծեր նկատի ունեմ չափահասների 18 անց մարդկանց, ովքեր որ խրախուսում են երեխաների նյութական բաների մասին մտածել, ամենևին բնականաբար լավ գրադարանը վատ բան չէ, ու երեխաները բնականաբար կարող են ֆոնդահայթայթմանը մասնակցել եւ այլն, եթե իրանք դրա հետ ամիջական կապ են տեսնում։ Երեխաների մասնակցությունը արդեն բովանդակային հարցերին, եթե կրթության իրավունքից նայենք, մենք եւս ունենք կրթության 2 իրավունք, որից մեկը կրթության հասանելիության իրավունքն է, մյուսը կրթության բովանդակության իրավունքն է։ Բովանդակության հարցով ես էլի կթերանամ ասել, նույնիսկ մասնագետներից շատերը հասանելիություն չունեն բովանդակության մշակմանը, բայց մեխանիզմները բավականին բարդ են երեխաների ներգրավման։ Ինչպես անել օրինակ գնահատման համակարգը ավելի ազնիվ դարձնելու, ինչպես անել դպրոցում ընդհանուր ինտեգրման հարցերը բարձրաձայնելու։ Ինձ թվում է դրանք առավել խոցելի ու առավել կարևոր են այս պահին երեխաների համար, զուտ առաջնահերթության տեսանկյունից ոչ զուգահեռ դիտարկելով, երեխայի իրավունքների պարագայում մասնակցության կրթության պարագայում եւս շատ կարևոր է դպրոցի ադմինիստրացիայի հարցում կապված նույն զեկուցման խնդիրը։ Երեխան պետք է հնարավորություն ունենա իր խնդիրները դպրոցում բացահայտել, իր հետ կապված, իր ընկերոջ հետ կապված։ Այս վերջերս մենք բավականին մեծ ծավալով հարցազրույցներ էինք անցկացնում երեխաների հետ, ու ամենաշատ առնչվող խնդիրը բնականաբար բռնությունն էր, երեխաների շահագործումը, երբ որ համայնքների երեխաների հետ ենք խոսում, եւ բուլինգը։ Լավ, հիմա գանք ծնող երեխա փոխհարաբերություններին եւ ուզում եմ հասկանալ ծնողական կարգապահության սահմանը երեխաների իրավունքների համատեքստում։ Էլի շատ բարդ հարց է, ես հիշում եմ, երբ որ վերապատրաստումներ էի անցկացնում տարբեր մասնագետների հետ ու խառը խումբեր ներգրաված են եւ ոստիկանությունից եւ մանկավարժներ էին եւ
երեխաների հետ բուժ աշխատողներ եւ այլն, երբ որ խոսում էի երեխան ու բռնության տեսանկյունից էինք խոսում, երբ որ խոսում էի, ինձ ասում էին դուք ծնող եք առաջին հերթին, այսինքն միշտ անցնում էին ծնող երեխա հարաբերությունների, երբ որ ընդհանրապես մենք խոսում ենք մասնագետներով, հա։ Շատ դժվար հարց եք տալիս ու մեղադրանքը ծնողների, բնականաբար դու ինչ գիտեք մեր երեխաների հետ մենք ինչպես պետք է վարվենք եւ այլն, էլի բերում ենք իրավական դաշտ, հա։ Բնականաբար երեխայի դաստիարակության եւ ընտանիքում որևիցե ձևով վերանայման մեխանիզմները Հայաստանում շատ քիչ են։ Մենք ունենք շատ քիչ մասնագետներ, ովքեր մտնում են ընտանիք։ Հիմնականում ընտանիքներն են այցելում մասնագետներին, բայց հստակ ազդակներ կան։ Եթե խոսենք ծնողների, այսպես ասած, բարեվարկության կամ ծնողավարության հմտությունների մասին, բնականաբար առաջին բանը, որ մեզ համար կարևոր է, դա երեխային բռնությունից զերծ պահելու սկզբունքն է։ Ու խոսքը բռնությունը եւս շատ հաճախ շատ պրիմիտիվ է դիտարկվում, շատ սխալ է դիտարկվում կամ անհասկանալի։ Բարեբախտաբար ես կարող եմ ասել, որ նոր սերնդի ծնողների հետ երբ որ շփվում ենք, իրենք մաքսիմալ իրենցից ամեն ինչ կախված է անում են, բայց հարցը հենց դրանում է, իրենք են տրամադրվում, իրենք են կրթվում, որևիցե աջակցություն չկա եւ հասարակական կազմակերպությունների կողմից եւ պետության կողմից, ինչ որ ձևով աջակցելու ծնողին նույն էմոցիոնալ գրագիտություն ունենալու հարցում։ Նույն հոգեբանների մասին մենք շատ ենք խոսում ու վերջերս այդ մասնագիտությունը բարեբախտաբար լավ արժևորվել է, բայց նույն հոգեբանների մոտենալը պայմանավորված է երեխայի խնդիրներով։ Շատ հաճախ մոտենում են, ասում են, տեսեք իմ երեխայի հետ ինչ կարող ենք անել, բայց ծնողների պարագայում ինչպես անել, որ ես չհասնեմ ապտակի կամ ինչպես անել, որպեսզի ես մաքսիմալ ցածր առանց գոռալու խոսեմ իմ երեխայի հետ, որտեվ անհնար է բնականաբար, բայց հարցը հասցնել մինչև խոշտանգման, մինչև նվաստացման, մինչև բռնության տարբեր ձևերի, նույն մութ սենյակում ես ուզում եմ մոտավորապես մարդիկ հասկանան 2 տարեկան երեխային մութ սենյակում պահելու բռնության, արդյոք դա բռնություն չէ, կամ երեխային ստիպողաբար կերակրելը, դա եւս բռնության տեսակ է, գթալը խցկել երեխայի բերանը, որովհետեւ պետք է երեխան սնվի, տեսեք նպատակը լավն է, երեխային սնուցել, երեխային ապահովել ինչ-որ բանով, բայց բռնության տեսանկյունից։ Այսինքն այդ սահմանը շատ նուրբ է, շատ փխրուն, բայց ելի նշում եմ, եթե մենք իրավական տեսանկյունից ենք մոտենում, առաջինը բռնությունից զերծ պահելն է, սկզբունքներին ենք երեխայի իրավունքների կոնվենցիայի անդրադառնում, երեխայի արժանապատվությունը չոտնահարելը ու ամենևին էլի տարիքային սահմանափակման մասին չենք խոսում։ Նույն 17 տարեկան երեխային պետք է դիտարկենք եւ նույն 1 տարեկան երեխային։ Եթե մենք պատկերացնում ենք, որ նորածին երեխան ինքը չի հասկանում, քնել է ուզում, տակը պետքա փոխենք, թե ուտել է ուզում, ուրեմն մենք սխալվում ենք, որովհետեւ մեզնից յուրաքանչյուր ծնող առաջինը փորձում է այդ բոլոր 3 տարբերակները, ու դա կյանքի առաջին տարիներն են փաստացի։ Շատ հաճախ նաև քննարկում է շատ նեղ մի թեմա երեխայի համատեղ բնակությունը բանտային համակարգում ապրող մայրիկի հետ։ Բայց ինչ ենք մենք հասկանում, եթե երեխան կրծքով սնուցվող երեխա է, բնականաբար իր համար ամենակարևոր միջավայրը մայրիկի գիրկն է։ Ու մենք միջազգային իրավունքի տեսանկյունից չենք մոտենում, ասում ենք երեխային պետքա խլել, տանել եւ այլն։ Կան կոնվենցիաներ, որոնք ասում են մինչև 3 տարեկանը պետքա երեխան ապրի բանտային համակարգում, դա էլի դեպք առ դեպք ուսումնասիրելու խնդիր է։ Երեխայի իրավունքի տեսանկյունից որն է գերնպատակը, պատժելը, թե հետագայում առողջ կերպով հասարակություն ինտեգրելը։ Անչափահաս իրավախախտների մասին խոսելիս բնականաբար սկզբունքները դրանք շատ են։ Միջազգային կոնվենցիաները խրախուսում են երեխայի նկատմամբ ալտերնատիվ այլընտրանքային պատժի կիրառումը։ Հայաստանը եւս բարեբախտաբար այդ ուղղությամբ լավ քայլեր է իրականացնում։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ ցանկացած հանցագործություն, որը կատարվել է երեխայի կողմից, դրա մեղավորը նույնիսկ երբ որ մեղադրյալ հաստատվում է որպես երեխան, ամենևին երեխան չէ։ Դա միջավայրն է, որը տարել է դրան, դա հանգամանքներն են տարել, վատ վերահսկողության մեխանիզմն է տարել եւ այլն եւ այլն։ Այդ տեսանկյունից երեխան պետք է ունենա հատուկ պաշտպանություն։ Եվ բնականաբար երեխայի ու բանտի հետ առնչության հարցում մեր հիմնական նպատակը վերականգնման եւ վերաինտեգրման խնդիրն է։
Հանցագործությունների մի հատ շատ նոր ու զարգացող ուղղություն է նոր Հայաստանի համար։ Դա կիբերհանցագործություններն են, արհեստական բանականության հետ կապված հարցերը, on-line տիրույթում երեխաների պաշտպանությունը ու ցավոք սրտի Հայաստանի ու ծնողների պարագայում, երբ որ մենք նայում ենք, կուզեմ դրան հանգամանալից անդրադառնանք, որովհետև հաջորդ հարցը հենց դրան պիտի վերաբերեր։ Մենք միշտ պետքա լայնախոհություն ունենանք ցանկացած պարագայում երեխաների հետ առնչվելիս։ Լինի դա ծնող, լինի մասնագետ, մանկապարտեզի տնօրինություն եւ այլն եւ այլն։ Երբ որ ես ինքս խնամքի կենտրոն էի փնտրում երեխայիս համար, հանդիպում էի չափազանց մեծ քանակությամբ մանկապարտեզներ, որտեղ բաց դրված է ցանկացած տեղեկատվություն երեխայի վերաբերյալ։ Երեխայի ծննդյան ցենց անմեղ բաներ եմ, հա, ասում։ Երեխայի ծննդյան տոն, որտեղ նշված է, ինչ թվականն է, ինչ օրը այդ երեխան դարձավ այսքան տարեկան։ Երեխայի անձնական տվյալների, իդենտիֆիկացման տվյալների մասին տեղեկատվություն, բաց հասանելիությամբ։ Նույնը, եթե մանկապարտեզներին միայն չմեղադրենք, այդ երևույթը համատարած է։ Նույնը ծնողների պարագայում։ Երբ որ մենք տեղադրում ենք մեր երեխաների նյութերը, ամեն ինչը մենք ամեն ինչ երեխայի հետ կապված ցանկացած տեղեկատվություն, ցանկացած լայվ, ցանկացած, չգիտեմ, իրադարձություն, մենք առաջին հերթին նորից լայնախոհության առնչվեմ, չենք պատկերացնում, թե ով է մեր երեխան ապագայում։ Դա դիվանագետ է, քաղաքական գործիչ է, բժիշկ է, դատավոր է եւ այլն եւ այլն։ Ու ցանկացած տեղեկատվություն ժամանակին կարող է կիրառվել երեխայի իր դեմ։ Եթե ավելի մոտ ապագայի խնդիրներից խոսենք, արհեստական բանականության բոլոր գործիքներին շատ-շատերը տիրապետում են ու ցանկացած մարդու դեմքով, նյութով մենք կարող ենք ստանալ ցանկացած նյութ։ Այսինքն ձեր երեխան պոտենցիալ կարող է լինել, եթե ավելի խտացված գույներով ներկայացնեն, ինչ որ պորնոգրաֆիկ նյութերի դերակատար, երբ որ ընդհանրապես դրա հետ կապված որևիցե առնչություն չունի։ Դա կարող լինի շատ լավ շանտաժի գործիք։ Չեմ կարող պալիտրան թվարկել, բայց մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք զարգացող տեխնոլոգիաների հետ, զարգացող երեխաների ու հանգամանքների ու տարաշրջանի հետ, ամեն տարիվա հետ 5 տարի առաջ մենք ընդհանրապես այդ թեմայով չէինք խոսի։ Մենք գործ ունենք նույնիսկ բուլինգի հետ, այսինքն ցանկացած պարագայում, երբ որ երեխային առանց հարցնելու տեղադրում ենք իր նյութը, հարցնել արդեն մոտավորապես մի 18-9 տարեկանից, սկսած 8-ին է չէ, բան 2 տարեկան է, ինքը գիտի, որ նկարում է ուզում երեխալ, որ նկարում ոչ, երբ որ առանց հարցնելու մենք տեղադրում ենք, դա կարող է լինել ցանկացած այլ երեխայի կողմից կամ այլ մարդու կողմից իր նկատմամբ նույնիսկ ծաղրանքի հետ կապված որևիցե խնդիր։ Մենք շատ զգույշ պետք է լինենք մեր կարգավորումների, մեր սոցցանցերի կարգավորումների։ Ես վերջերս ինձ հրավիրում էին մի դասընթացի, որտեղ ես ուզում էի մասնակիցների մասին անուն ազգանուն տեղեկատվություն իմանալ ու որպես սոցիալական հարթակում կապ ունեցող մասնագետ ստեղծել մի նյութ, որը իրենց կզարմացնի, որպեսզի իրենք հասկանային, թե իրենց մասին ինչքան նյութ դու կարող եք, ինչքան մեծ խնդիրների առաջ իրենք կարող են կանգնել։ Նույնը էթիկական ցանկացած սկզբունքներով երեխայի իդենտիֆիկացման հարցը պետք է հստակ լինի, որպեսզի երեխային որևիցե ձևով մենք չկարողանանք իդենտիֆիկացնել։ Ծնողական համաձայնության խնդիրը շատ հստակ պետք է լինի։ Եթե ցանկացած մեծահասակի մենք հարցնում ենք թույլտվություն տեղադրելու, բնականաբար պատվիրակված կերպով ծնողի կողմից նույնպես պետք է ստանանք թույլտվություն։ Դա ակադեմիայի շրջանակներում բավականին հստակ է, երեխայի ամիջական ներգրավվածության մասին էլ երբ որ մենք խոսում ենք, մենք ունենք այս պահին հետազոտություններ, որտեղ երեխաները ինքներն են վարել, բայց ցանկացած պարագայում մեծահասակի արկայությունը կամ ներկայությունը պարտադիր է, որպեսզի ապահովի այն էթիկական նորմերը։ Ծնողին պետքա տեղյակ պահել, կապ չունի քանի տարի են այդ երեխայի հետ աշխատում, որ ինքը նաև այսպիսի գործունեության մեջ է ներգրավում եւ այլն եւ այլն։ Նույնը 18 լրանալուց հետո ցավոք սրտի ծնողներ ասում են ես իրավունք ունեմ, չէ՞, ընտրելու ինքը ներգրավի թե ոչ։ Մենք ունենք լիքը սահմանափակումներ ծնողների կողմից, երբ որ մարդիկ դառնում են չափահաս։ Դրա հակառակ երևույթն էլ կա։ Մենք այսպես անverջ կարող ենք այդ թեմայից խոսել, բայց դա երևի թե ամենացավոտ թեման է այս վերջերս, որը մենք դիտարկում ենք։ Շատ այլ հարցեր կային, որ կուզեի ձեզ հետ քննարկել, բայց ցավոք ժամանակը սահմանափակ է։ Հուսամ մեկ ուրիշ առիթով, մեկ ուրիշ համատեքստում չքննարկված հարցերը կքննարկենք, բայց ամենակարևորը, որ մենք որոշակի մեխերի ու թիրախների փորձեցինք գոնե անդրադառնալ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, ես եմ շնորհակալ։